Նախագահական պաշտոնակալությունից հաշված ժամեր առաջ Սպիտակ տանից ոչ հեռու Կոնչիտա Պիչոտոն շարունակում է նստածույցը։ Նա տասնամյակներով Վաշինգտոնի կենտրոնական Լաֆայետ զբոսայգում բողոք նստածույց է իրականացնում։ Կեղծամիտակ սաղավարտ է, ասում է, ուժայինները մի քանի անգամ հարվածել են իրեն, այժմ սաղավարտ է կրում։ Պատմում է, որ տարիների ընթացքում շատ հարվածները դեմքին են եղել վնասելով ծնոտը, բայց եղել են նաև պատվի նշաններ։ Նախագահ Ռոնալդ Ռեյգանը մի անգամ մոտեցել է Կոնչիտային ու զրուցել հետը։ Կոնչիտան ներկայանում է որպես աշխարհիկ քաղաքացի։ Նա բողոքում է միջուկային տեխնոլոգիաների տարածման դեմ։ 1981 թվականից խաղաղ ցույց է մանում Սպիտակ տան մոտ։ Պետք է վերջ տալ զանգվածային ոչնչացման զենքերին։ Միջուկային զենքը սպառնալիք է աշխարհին։ Մենք չենք կարող կործանել երկիր մոլորակը։ Մոտ 2 տասնյակ լեզուներով գրված է խաղաղություն Միացյալ Նահանգների, Բրազիլիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Իսպանիայի, Չինաստանի, արդեն նաև Հայաստանի լրագրողներն անդրադարձել են Կոնչիտա աշխարհիկ քաղաքացուն։ Նա պատճենահանել է իր մասին տասնյակ հրապարակումները, վարժ օգտվում է նաև ինտերնետից, նույնիսկ կայք է հիմնել։ Կոնչիտան ծանոթ է նաև Հայաստանին ու մեր պատմությանը։ Հայկական հոլոքոստի մասին տեղյակ եմ։ Այս տարիներին Միացյալ Նահանգների շատ հայ քաղաքացիներ մոտենում են ինձ, զրուցում ենք եւ բարեկամանում։ Ես գիտեմ, որ նրանց մի մասը ցեղասպանությունը վերապրողների սերունդ է։ Կոնչիտա Պիչոտոն զայրացած է, որ Սպիտակ տան շատ ղեկավարներ չհարգեցին նախքան ընտրությունը հայերին տված խոստումը եւ սպասելով երթմնակալությանն ասում է. տեսնենք այս անգամ ինչ է լինելու։ Հայկարամ Նահապետյան, Հայլուր, Վաշինգտոն։